Плевать на международные права, международный порядок. Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի Վլադիմիր Սոլովյովի Հայաստանի հասցեին անցած շաբաթավերջին հնչեցրած սպառնալից հայտարարությունից 2 օր անց պաշտոնական Երևանն այսօր բողոքի նոտա է հղել Մոսկվային։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հաղորդավարի հայտարարությունը, թե Հայաստանում ևս Ուկրաինայի օրինակով հատուկ ռազմական գործողություն պետք է սկսել, ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն է որակել։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։ Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում եւ կոպտորեն խախտում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները։ Средняя Азия. Սոլովյովն անցած օրը հեռարձակված իր հեղինակային երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ հաղորդման ընթացքում խոսել էր ոչ միայն Հայաստանում, այլև Կենտրոնական Ասիայում նրա ձևակերպմամբ ռուսական ազդեցության գոտում հատուկ ռազմական գործողություն սկսելու անհրաժեշտությունից։ Если нам для нашей национальной безопасности Եթե մեր ազգային անվտանգության համար մեզ անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի տարածքում, ինչու նույն պատճառներով չենք կարող հատուկ ռազմական գործողություն սկսել մեր ազդեցության գոտու այլ կետերում։ нашей зоны влияния. Հունվարի 10-ին հեռարձակված հաղորդումը Հայաստանում չի սփռվել։ Հանրային մուլտիպլեքսով երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ եւ Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում դադարեցվել է դեռևս 2 տարի առաջ։ Հայկական կողմը հիմնավորել էր Սոլովյովի հեղինակային հաղորդումները խախտել են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը։ Не было бы никакой проблемы Армении. Հայաստանի հետ ոչ մի խնդիր չէր լինի, եթե 2008-ին մենք չկանգնեինք։ Այ եթե մենք 2008-ին լուծեինք Վրաստանի խնդիրը, Ռուսաստանը ցամաքային սահման կունենար Հայաստանի հետ, իսկ կյանքը բոլորովին այլ կլիներ Հայաստանում։ Իշխանական падգամավորներն իրենց վրդովմունքն են հայտնել Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ։ Հիշել, դեռ 2013-ին Սոլովյովը պատվոշ շքանշան է ստացել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից։ Հայերի ու Հայաստանի հանդեպ իր սերը միշտ արտահայտող պրոպագանդիստ Սոլովյովը պահանջում է հատուկ ռազմական գործողություն անել Հայաստանում, ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայում։ Սա թշնամական դրսևորում է Հայաստանի Հանրապետության հանդեպ եւ պետք է ստանա պատշաճ արձագանք, որը պետք է լինի սրան Հայաստանի Հանրապետության արձագանքը, առնվազն Սոլովյովը պետք է զրկվի Հայաստանի Հանրապետության կողմից իրեն տրված պատվո շքանշանից, եւ սա նվազագույնն է, որ Հայաստանը պետք է անի։ Նրա այս տխմարաբանությունը ու այս ռետորաբանությունը ընդհանրապես նորություն չի, նաեւ նրա թշնամական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի անկախության նկատմամբ։ Что происходит в Армении? Ինչ է կատարվում Հայաստանում։ Հաստատված խաղաղությունը ձեզ դուր չի գալիս, կամ էլ ձեզ դուր չի գալիս, որ Հայաստանն առաջ է շարժվում ժողովրդավարության ճանապարհով։ Իշխանական падգամավորները քննադատելով Կրեմլի քարոզչին եւ նույն ժամանակ հարց էին բարձրացնում, թե ինչու ընդդիմության ներկայացուցիչները չեն դատապարտում Սոլովյովի հայտարարությունները։ Հույդա Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն իր հերթին ժամեր անց դատապարտեց Սոլովյովի հայտարարությունը ու քննադատեց իշխանականներին, նույն եռանդով Բաքվից հնչող սպառնալիքներին չարձագանքելու համար։ Իսկ դուք պատրաստ եք նույն խստությամբ արձագանքել ոչ միայն ռուս վերլուծաբաններին, այլ նաև այն պաշտոնյաներին, որոնք իրականում ու շարունակաբար թիրախավորում ու սպառնում են Հայաստանին։ Դուք ամբողջ ուժով դատապարտում եք ռուս վերլուծաբանի մեկ հայտարարություն, բայց տարիներ շարունակ լուռ եք Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ուղիղ սպառնալիքների հանդեպ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու բացահայտ միջամտում մեր ներքին գործերին։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր հայտարարել է, որ եթե իրենք լինեն իշխանության, թույլ չեն տա որևէ կողմի Հայաստանում հիբրիդային պատերազմ վարել։